Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ քաղաքական պայքարի է նետվում նորաստեղծ մի ուժ։ Դա շատ դժվար որոշում էր։ Հայկական քվեն ստեղծվել է հայաքվե նախաձեռնության հիմքի վրա։ Քաղաքական դաշտ են գալիս, որպեսզի մեր ժողովրդին, մեր ընտրողներին տանք արմատական այլընտրանք։ Արմատական այլընտրանք տարվող քաղաքական գծին, որպեսզի վերականգնենք նրա հույսը սեփական ապագայի նկատմամբ։ Հայկական քվեն պատրաստ է աշխատել գաղափարակից ուժերի հետ, ձևավորել նախընտրական դաշինք։ Որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի 2021 թվականին տեղի ունեցածը կրկնվի, երբ որ մեր քաղաքացիների 20%-ի ձայները ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պատճառով եւ բազմաթիվ ուժերի մասնակցության պատճառով ըստ էության ոչ միայն փոշիացվեցին, այլ դրանց 2/3-ը անցավ գործող վարչախմբին, որը հնարավորություն տվեց գործող վարչախմբին փաստացի ունենալ սահմանադրական մեծամասնություն եւ անցած 5 տարիների ընթացքում բացարձակ իշխանազավթում իրականացնել, ուստի չի կարելի թույլ տալ դրա կրկնությունը։ Հետընտրական համագործակցությունների հնարավորությունների մասին առայժմ հստակ չեն խոսում քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Արդեն նրանից հետո երբ մենք կհայտնվենք ազգային ժողովում, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն, պետք է լինելու ամեն հավանականությամբ տարբեր ուժերի միջև համագործակցություն, ինչպես դա տեղի ունեցավ Գյումրիում։ Բայց ես ձեզ նաև հիշեցնեմ, որ Գյումրիում համագործակցության բավական սպეციფიկ ֆորմատ ընտրվեց։ Որոշ խմբակցություններ իրենց ձայները տվեցին նոր քաղաքապետ ընտրելու, բայց պատասխանատվություն չստանձնեցին նրա գործունեության համար։ Հիշում եք։ Իրենք խնդրում են մարդկանցից հնարավորինս շատ ձայն, մնացածը ցույց կտա ժամանակը։ Ամենակարևորը այս փուլում ըստ հայկական քվեի անդամների Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումն է։ Թմբուկ, սրտիկ, նորից ամուսնանալ եւ այլն, մի նպատակ ունեն, կեղծ տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ լավ է։ Ավետիք Չալաբյանը ծիծաղելի է անվանում Փաշինյանի ամենամեծ նախընտրական խոստումը։ Խաղաղության դրոշի տակ է ընտրապայքարի նետվում Հայաստանի գլխին ամենաշատ աղետներ բերած մարդը։ Այս վարչախումբը պատերազմի հիմնական կուսակցությունն է։ Իր գալու պահից մենք անընդհատ պատերազմի մեջ ենք։ Երբ որ իրանք խոսում են, որ իրանք խաղաղությունն են, ուրիշները պատերազմը, դա պարզապես իրականության բացարձակ նենգահպողում է։ Իրաց օրոք մենք պատերազմից դուրս չենք գալու։ Հարատև հայկական պետության գաղափարով է հայկական քվեն հակադրվելու Փաշինյանի իրական Հայաստանի թեզին։ Արդեն հիմա խոստանում են հանրային համերաշխություն բերել, ամրացնել բանակը, ի վերջո մաքրել պետության ճակատը հակաեկեղեցական արշավի խարանից։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։